Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 25։ Դու ով ես, ով մեծ սար, դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես, և նա դուրս պիտի հանե գլխի քարը աղաղակելով. շնորհք, շնորհք նրան։ Զաքարիա 4:7 խոսք։ Միգուցե այս պահին դժվարության, տառապանքի կամ կարիքների մի մեծ սար է կանգնել մեր առաջ, և մեր բանականությունը չի տեսնում այն հաղթահարելու, անցնելու կամ շրջանցելու ոչ մի ուղի։ Ուրեմն թույլ տվեք, որ հավատքը մտնի, և լեռը անմիջապես կանհետանա ու կդառնա դաշտ։ Բայց հավատքը նախ պետք է լսի Տիրոջ խոսքը, ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ իմ հոգովը, ասում է Զորաց Տերը։ Այս մեծ ճշմարտությունը անհրաժեշտ պայման է կյանքի անհայտ փորձությունները հաղթահարելու համար։ Տեսնում եմ, որ ոչինչ չեմ կարող անել, և որ մարդուն վստահելը ունայնություն է, ոչ թե զորությունով։ Տեսնում եմ, որ տեսանելի միջոցների վրա հույս դնել պետք չէ, այլ զորությունը անտեսանելի հոգու մեջ է։ Միայն Աստված պետք է գործի, և մարդիկ ու միջոցները պետք է ոչինչ համարվեն։ Ի վերջո, եթե ամենակարող Աստված է հոգ տանում իր ժողովրդի մասին, ապա մեծ լեռները ոչինչ են։ Նա կարող է աշխարհներ հեռացնել, ինչպես երեխաները գնդակին են ոտքերով հարվածում։ Նա կարող է ինձ տալ այս զորությունը։ Եթե Տերը հրամայի ինձ տեղափոխել ալպերը, ես կարող եմ դա անել նրա անունով։ Այն կարող է մեծ սար լինել, բայց նույնիսկ իմ թուլության առաջ այն կդառնա ընդամենը դաշտ, քանի որ Տերն է այդպես ասել։ Ուրեմն ինչի՞ց պետք է վախենամ, երբ Աստված է իմ կողքին։